Պրոֆիլի հյուրը Անդրանիկ Քոչարյանն է, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի աշխատասենյակում ենք։ Ինչ եք անում, որպեսզի ձեր օրը լավ սկսվի։ Նախ լավ արտանում եմ պոզիտիվ տրամադրություններով, իսկ նշանակում է պոզիտիվ տրամադրություններով պետք է օրը փակել եւ գնալ ննջասենյակ։ Եվ երբ որ այդ խնդիրները լուծված են, բնականաբար օրը լավ է սկսվելու, որովհետեւ մենք չենք կարող խուսափենք մեր շրջապատող միջավայրի բիոռիթմերից, որը սկսվում է ննջասենյակից, հետո ննջասենյակի կահավորումից եւ հարդարումից, հետո ինչպես բանակումը, եւ հետո նաեւ աշխատավայր, աշխատասենյակ եւ աշխատանքի պլանավորում։ Եվ եթե դա հաջող է գնում, ոնց սկսվել է, հաջող այնպես էլ ավարտվելու է։ Եթե վատ սկսվի, վատ ավարտվելու։ Ես այս սկզբունքին եմ ապավինում եւ այդպես ապրել եմ իմ գիտակից կյանքի մեծ հատված։ Հետևում եք դիսցիպլինային, նաեւ կյանքում։ Այդպես է ստացվել 83 թվականից սկսած, երբ որ ուսանողական տարիներին փոխանել են աշխատանքային եռուզեռը, իսկ աշխատանքային եռուզեռը իմ մոտ եղել է Մերգելան ինստիտուտում, որտեղ ռեժիմային ինստիտուտ էր, որտեղ դու չէր կարող աշխատանքից ուշանալ։ Այնտեղ կար համակարգ, որը ստիպում էր, որ դու ենթարկվես այդ ռեժիմին, եւ այդ ռեժիմը շատ օգտակար եղավ իմ աշխատանքային կարիերայի բոլոր փուլերում։ Ունենալով ճարտարագետի եւ իրավաբանի կրթություն, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, նաեւ դրանից հետո բարձր պաշտոններ եք զբաղեցրել։ Ձեզ համար ո՞րն է եղել ամենահարազատը։ Ղարաբաղյան շարժման սկիզբը, որովհետեւ մենք մեր սերունդը ըստ էության առերեսվեց մի իրականության հետ, որը եթե խորքից նայենք, դա կապված է յուրաքանչյուր հայ ընտանիքի հետ, սկսած ցեղասպանությունից հետո Հայաստանում տեղակայված իրենց ընտանիքները, դրա հիշողությունը, սկսած օրորոցայիններից վերջացրած այն երազանքներով, որ բոլորիս մեջ դրված է եղել, բայց նա քնած էր եւ մեկ էլ 88 թվին պարզվեց, որ եկել է պահը արթնանալու եւ արթնացնելու եւ մեր մտավորականությունը առաջնորդեց այդ process-ը, նա ունեցավ էտապներ եւ այն միավորը 11 հոգուց բաղկացած Ղարաբաղ կոմիտեն, հետագայում հայաստանյան կառույցը Ղարաբաղ կոմիտեի, որը Ռուսաստանից մեկուսանից արդեն ազատվեց եւ եկան Հայաստան, սկսվեց արդեն ապագայի մասին քաղաքական պատկերացումների իրականություն դարձնելը, կուսակցություն ստեղծել, նպատակների հստակեցում, երբ որ այն ժամանակ շարժման մեջ շատերը անկախության մասին պատկերացում չունեին կամ մեր ավանդական կուսակցությունների անցած ուղու մասին պատկերացում չունեին, շարժումը տվեց բոլորիս այդ հնարավորությունը, նաև մասնակից լինելու այդ բոլոր քայլերին։ Գերագույն խորհուրդը դարձավ իշխանության բարձրագույն մարմինը եւ նրա նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ համարմեկ պաշտոնյան։ Ձևավորեց կառավարություն եւ առաջին նշանակումներից մեկը եւ գուցե առաջին իսկ նշանակում ուժային կառույցում Ղարաբաղ կոմիտեն ինձ առաջարկել, իսկ դրանից առաջ, երբ որ Տեր-Պետրոսյանն նոր ընտրվել էր Գերագույն խորհրդի նախագահ, երեկոյան ինձ առաջարկեց գրասենյակում, որ ես դառնամ իր օգնական անվտանգության հարցերով, բայց նույն հաջորդ օրը Վազգեն Մանուկյանը, որը արդեն պարզել Ղարաբաղ կոմիտեն առաջարկելու կառավարության ղեկավար, ինձ առաջարկեց իրեն օգնական եւ անցավ մի պահ, շատ կարճ ժամանակ, եւ Վազգենը Սարգսյան երեկոյան եկավ մեր տուն, հայրական տուն, եւ ասաց, որ Ղարաբաղ կոմիտեն որոշում է կայացրել, որ քեզ ուղարկում ենք ուրեմն ներքին գործերի փոխնախարարի պաշտոնի։ Այ գալով այդ տարիներին ներքին գործերի նախարարի տեղակալն եք եղել։ Սովետական միության տարիներն են, մենք միշտ անկախ պետության արդեն ընթացքի մեջ ենք, բայց իմ սպայական կոչումը պահեստից դեպի կանոնավոր, հա, ներքին գործերի փոխնախարարի կոչումը շնորհվել է Սովետական միության ներքին գործերի նախարար Պուգոյի կողմից, փոխվում էր ամեն ինչ եւ խառնվում էր ամեն ինչ եւ մենք այդ խառնարանի մեջ ամեն մեկս գիտեինք ճակատագրով պայմանավորված ինչ պետք է անենք։ Վազգեն Սարգսյանի հետ ճանապարհ եք անցել։ Ասեմ, Վազգեն Սարգսյանը իմ առաջին հանդիպումը եղել է Երասխում։ Մենք իրար չենք ճանաչել, բայց երբ որ 30 կռիվներ էր եւ ամեն մի փամփուշտը կարեւոր էր կամ ամեն մի ինքնաձիգը, այն վաղտ ասում են ցակ ավտոմատները, որոնք փչացրել էին եւ ոստիկանության բաժիններում էր։ Շարժման ինչ որ փուլից սկսած ինքնաձիգերը մենք ոստիկանությունից արգրավեցինք։ Իհարկե դա անօրինական գուցե գործողություններ, բայց դա խիստ անհրաժեշտ էր Արցախի, Ղարաբաղի եւ մեր անվտանգության պաշտպանության համար եւ այդ քայլին գնացել ենք եւ ստեղծվել է
ինքնապաշտպանական ջոկատները եւ Վազգեն Սարգսյանը երասից հետո դարձավ այդ ջոկատների միանձնյա հրամանատարը եւ այստեղից է սկսել բանակաշինությունը Բաքից այստեղ գալիս են պատկերացրեք այս ժամանակ հիմա բոլորը հանգիստ վիճակը գողացած մեքենաներով ջոկատներ ում ձեռքին շոր ընկնում հակնում է բայց գալիս են դեպի Վազգենի կառավարումը Վազգենի սենյակում էր շտաբը եւ բոլորը ընդունում էին որ սովետական կառավարման մեջ ազգային ժողովը առաջնային արդեն մանդատ կրողն է այն ժամանակ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ ինքն էր կառավարում անվտանգության բոլոր մարմինները, իսկ անվտանգության որպես մարմին ունեիք ներքին գործերը եւ քաղաքացիական պաշտպանության համակարգը։ Հետագայում դրա վրա է ստեղծվել այդ ամբողջ այդ Երուսաղեմի մեջ այդ ամբողջը ստեղծվել եւ այսօր հերվիս որ նայում ես, մեկ էլ նայում ես, որ այդ ընթացքը անխուսափելիորեն այդպես էլ պետք է լիներ եւ մեր բախտը բերել է, որ մենք այդպեսի կերպար ենք ունեցել, որտեղ երասխում իր առաջնորդությունը միանգամից ընդունել են բոլոր ջոկատները։ Երասխը մի տեղ էր, որտեղ կրակում էին այն ջոկատները, որոնք հետո իրար հետ խնդիր ունեին, բայց հայտնվեց մի մարդ, որ այդ բոլոր խնդիրները հարթում էր։ Եվ երբ որ ես Գևորգ Հովսեփյանի հետ, մեր Գելան ինստիտուտի մեր տղաներից, ինքը լավ մեքենա էր վարում։ Այդ Սարուսի մեջ այդ արագությամբ մենք գնացինք Ախալքալակի ուղղությամբ, որպեսզի թեկուզ մի հատ փամփուշտ բերենք, մենք գնացել ենք Խաչիկ Ստամբուլցյանի կանաչ Նիվա մեքենայով եւ ինչ կարողացել ենք Ախալքալակի պատի մեր տղաների դիվիզիայից, ինչ ինքելա մեր ձեռը հասցրել ենք այնտեղ եւ այնտեղ արդեն երևաց, որ անխուսափելիորեն մենք պետք է լուծենք անվտանգային խնդիրներ իսկ նաև կյանքը պարտադրեց, որպեսզի Վազգեն Սարգսյանը ինքը առաջնորդի այդ ամբողջը, որտեղ իրեն ընդունեցին բոլոր ջոկատները։ Ինչ հետաքրքիր դրվագներ եւ պատմություններ կառանձնացնեք, որը մինչեւ հիմա չեք պատմել, կապված Վազգեն Սարգսյանի հետ։ Վազգեն Սարգսյանի հետ կարող եմ պատմել մի դրվագ, երբ որ մենք սպառազինության խնդիր ունենք եւ ամեն տեղից սպառազինություն ենք ման գալիս։ Ես մի մանկության ընկեր ունեի Սամվել անունով, որը հետագայում Վազգենի հետ ինքն էլ շատ մտերմացավ եւ նաեւ ընկերային հարաբերություններ կային։ Սամվելը մի օր եկավ առաջարկեց, ասեց ապեր ես ունեմ հնարավորություն քանակերը զորամասից զենք զինամթեր կանեմ եւ տամ ձեզ։ Ես մի քիչ թերավատ եմ, ասի Սամվել, դու իմ ընկերն ես մանկության մանկապարտեզից դպրոցի վրա, բայց դա անհնարին խնդիր, ասես դուք ինձ ապահովում եք մի հատ մեքենա վրան ռուսական բանակի համարներով 66 մեքենա շոր սապոքից մինչև գլխակ եւ իրիկունը ինձ պետքա դիմավորեք Չարենցավանի այդ պերևալների վերևում։ Ես ասեմ, մենք հավատացինք, որովհետեւ նախկինում մենք ոչ մի միջոց չենք խնայել, մեկ փամփուշտն էլ եթե արժեր ինչ որ գին, մենք այդ տվել ենք վերցել ենք։ Հիմա Սամվելը դենց առաջարկ արեց, դա շսիվում պատմություն է։ Եվ պայմանավորեցինք, որ երեկոյան ժամը 9-ին մեքենա ամեն ինչ ապահովել ենք։ Մեքենա, համար, շորեր եւ այլն, ընդ որում իր բնավորությամբ ինքը երբեք չէր հագնի կեղտոտ շոր կամ բան, բայց մենք տվեցինք մեկ ռազմեր փոքր սապոկ, այդ էր մեր ձեռքին։ Տվեցինք շորեր, հագավ, մեքենան նստեց եւ գնաց։ Երեկոյան ես Այվազյան Վիցյան, Հակոբյան Սմբատ, Սուրենը այդպես վերևում մեր պայմանավորստեղը սպասում ենք, որպեսզի Սամվելը գա եւ բայց երբ որ ուշացավ, ես հասկացա, որ կարող է Սամվելին արդեն կորցրեցինք։ Եվ երբ որ մեքենայի լույսերը երևաց, որը հազիվ էր շարժվում, ես ասի կարող է ինքն է, եկավ, հասավ, հոկրեն հալ չկար։ Դուրը բացեց իջավ, բանալին տվեց Սուրոյին, ասեց քշի։ Ընդ որում տանում ենք իր զոքանչի Ալափարսի դաչայում դատարկենք հսկայական քանակ էր մեր համար այդ ժամանակ։ Սուրոն չկարողացա մեքենան տեղից փոկի, ինքը հիմա ենթադրում ես հաղորդումն կլսի։ Սամվելը հելավ նստեց, ասեց դու ասում ես ես ինչ մեքենա ասես քշեմ։ Գնացինք բոլորս այդքանով դատարկեցինք այդքան արքղերը եւ այլն։ Եվ առավոտը Վազգենը Արմեն Սարգսյանի հետ, Մովսես Գյորգիսյանի իր վարորդի հետ եկան Արարատից, որ դրանք ինչ որ ձև արդեն տեղափոխենք իր տնօրինության տակ Արարատ։ Կանգնած ենք, դռները բացված է, գարաժի այդքան բանը բարձում ենք, շատ ծանր է, 4-5 հոգի ենք։ Վազգենը աշկը բարձրացրեց, ասեց. «Ով է այս պիժոնը, ասես կանգնած մեզանը, ասի, այս պիժոնը մենակ մի հատ ռուսական բանակի զինվորի հետ այսքանը մենակ է բարձել, ավելին
Հələ այսքանով հանդերձ մենք իրան սապոկները տվել ենք մի համար փոքր եւ կեղտոտ շորեր, որը երբեք ինքը չէր արել։ Դրանից հետո իրենց բազմիցս մեծ պատմությունը։ Ոնց որ Քոչարյան Համլետի հետ կապած պատմությունները, որի մեջ կար էմոցիաներ, ինչ որ sense գժական բաներ, որը նաեւ արդյունք է տալի եւ իրանց ընկերությունը եղավ ինչա Սամվելին խփելը։ Հաջորդ կարևոր դրվագը դա կապված է, որ մենք արդեն իշխանության ենք, Վազգենը Պաշտպանության նախարար չի, բայց հանձնաժողովի նախագահը ավելին քան Պաշտպանության նախարարն է, ես ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն եմ, այս պատմությունը մամուլում ինչ որտեղ հրապարակվեց։ Երբ որ ռուսական ուղղաթիռային էսկադրիլան մի 24-երի եւ մի 8-երի բանակի 7-րդ բանակի հրամանատարը Միշչիլիկով որոշում էր կայացրել տեղափոխել Ցխինվալը։ Երբ որ այդ ինֆորմացիան եղավ, երջանկահիշատակ առաջին մեր ռազմական ոստիկանության պետը Հարությունյան Հովիկը ինքը չգիտեմ ոնց Միշչիլիկովին համոզեց իջավ ներքև, նստեց մեր օմոնի 06-ը սպիտակ հիշում եմ, ուղեկցում էր էլի երջանկահիշատակ Արծուն Մարգարյանը, հին զորքերի ապագա հրամանատարը, որին սպանեցին 2 կրակոցով, մեկը սրտին, մեկը գլխին նատարաբար եւ վերջերս ապաշիրիմումն էին անում, որովհետեւ բացահայտենք ինչա տեղի ունեցել, Արծրունը եւ ներքին զորքերից որոշ բաներ, ես եւ Վազգենը Էրեբունի օթակայանում սպասում էինք, որտեղ ստացվել էր, Միշչիլիկով նստել էր, մեքենան գեներալ-լեյտենանտ բանակի հրամանատարը եւ իրան տեղափոխեցին այդտեղ, Վազգենը մի բան ասեց, ոնց հրաման է տվել ուղղաթիռները գնան, նույն ձև հրաման տիտած Ցխինվալից հետ գան։ Հակառակ դեպքում քոչակատագիրը անորոշ է։ Եվ Միշիլիկովը այդ հրամանը տվեց, ուղղաթիռները եկան, մեկ ուղղաթիռով Վազգենը Միշիլիկովին ստեսություն ասեց, նա գնաց եւ հետագայում 7-րդ բանակի հրամանատար եկավ Հայաստան գեներալ-մայոր Ռեուտը, դարձավ մեր լավ բարեկամը եւ դրանով շավարտվեցին մեր անցումները սովետական միությունից դեպի անկախ պետություն եւ դրա ուժային կառույցների եւ Ռուսաստանի ուժային կառույցների հարաբերությունների տեսանկյունից, որովհետեւ դեռ դա շարունակվում էր։ Եղավ մի դրվագ, որտեղ ներքին զորքերի ստորաբաժանումը Դիլիջանում տեխնիկան ուզում էր տեղափոխել եւ մեր արդեն ֆիդայական ջոկատները Վազգենի գլխավորությամբ Դիլիջանում զինաթափեցին, ամբողջ տեխնիկան արգրավեցին։ Ես էլ քանի որ նստում էի ներքին գործերի նախարարությունում, օպերատիվ կառույցը գնդապետ Մակարիխինի գտնում էր այդտեղ, բնականաբար ես հրաման տվեցի, որպեսզի նրա ամբողջ կառավարման համակարգում տեղեկատվությունը արգրավի եւ փոխանցվի մեջ եւ այնտեղ ես հասկացա իմ արխիվում, նայում եմ թե այս կառույցը ինչով է զբաղվել Հայաստանում։ Մեզ բոլորիս հետևել են, լսել են, ձայնագրել են, ուսումնասիրել են եւ այլն։ Եվ դրանով էր պայմանավորված, որ անմիջապես ինձ հրավիրեցին կոչումը շնորհելուց Մոսկվա, որպեսզի ծանոթանան այս գժերն ովքեր են, եկել են եւ սենց եւ այլն։ Ես անցել եմ բոլոր սենյակներով, փոխնախարարների հետագայում վերադարձել եմ Հայաստան եւ երբ որ քանդվեց սովետական միությունը, ԳԿՉՊ-ն եղավ, մենք մեր ուժային կառույցները նաեւ պատրաստ էին խնդիր լուծելու, նաեւ եթե հիշում եք բարեկային ծառայության ժամանակ, երբ որ Երևանում ամեն ինչ եռում էր եւ Հավի զինաթափման խնդիրը Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց, արդեն մեր ներքին գործերի համակարգը, ես արդեն այդտեղ էի, պատրաստ էր նման խնդիրների ծառայություն իրականացնել, դա շատ կարևոր էր, այսինքն բանակաշինությունը սկսվել է այս շենքից, որտեղ նստում էր Վազգեն Սարգսյանը, բանակաշինությունը հետո տեղափոխվել է ներքին գործերի նախարարություն, որտեղ ինձ ուղարկել էր Ղարաբաղ կոմիտեն նախարարի տեղակալ, հետո առաջին տեղակալ, PPS գունդը կարելի է համարել դրա հիմնական կառույցներից մեկը, որտեղ ծառայել է նաև մեր գործընկեր Մերկոնյան Գուրգենը։ Ես դրա մեջ շատ ակտիվ մասնակցություն ունեցել եմ, բայց ես ունեցել եմ այդ հնարավորությունը, որտեղ եղել եմ Վազգեն Սարգսյանի կողքին մինչև հիմա։ Պարոն Քոչարյան, ձեր աշխատասենյակում 2 նկար կա Վազգեն Սարգսյանի, նաև տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի նկարը, ում գաղափարներով եք առաջնորդվում։ 18-ից սկսած, որովհետև Փաշինյանը այնպես չի, որ ես Փաշինյանի հետ առերեսվել եմ 18 թվականին։ Ես Փաշինյանի հետ շատ ակտիվ առերեսվել եմ, երբ որ ինքը հայկական ժամանակ թերթի խմբագիրն էր։ Ես հայտնի էի, որովհետև այդպիսի կառույցներով անցած մարդ էի, բայց մարտի 1-ի փաստավակ խմբի տրամաբանության մեջ ես Փաշինյանի հետ եւ իր աշխատակազմի հետ ուղղակի առնչվել եմ, հատկապես Վահագ Հովակիմյանի հետ։ Եվ ես կարծում եմ, որ փաստավակ խմբի զեկույցները այդպիսի ընթացք են ունեցել նաև ի շնորհիվ Փաշինյանի հայկական ժամանակի կառավարության, էլի չգրված բաներ եմ ասում։ Հովակիմյան Վահագը գիտի դրա մասին, որովհետև 0038 հրամանը
պատահաբար հայտնվեց Հայկական ժամանակ թերթի դռան տակ եւ դա հրապարակվեց, որը շրջադարձային դարձավ մարտի 1-ի ամբողջ փաթեթը բացահայտելու համար։ Այո, Փաշինյանը շարունակեց այն բոլոր ընդդիմադիր գործողությունները, որոնք խզվել էին հոկտեմբերի 27-ից հետո։ Որտեղ եթե հոկտեմբերի 27 չլիներ, գուցե նման նպատակներ չծնվեր, որպեսզի Հայաստանում այդպիսի մեծ փոփոխությունների գնար, որտեղ ժողովուրդը, երբ որ իր քվեն տվել էր Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, եւ այդ հավատը կար, եւ դա հզոր լեգիտիմ իշխանություն էր իրենից ներկայացնում, 27-ը խզեց ամեն ինչ, եւ դա տևեց տարիներ։ Վազգենը հզոր առաջնորդ է եղել, Փաշինյանը իրականացրել է հեղափոխություն։ Եթե կարողանային հեղափոխություն իրականացնեն այդ ժամանակաշրջանում հոկտեմբերի 27-ից հետո բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այդ նպատակը ունեն, վերջապես Հայ ազգային կոնգրեսի, որի մեջ եղել եմ եւ ես, եւ Փաշինյանը, եւ շատ-շատերը ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Դա պետք է ընդգծենք, որ դա մեզ չի հաջողվել եւ հաջողվել է տարիներ հետո Փաշինյանին, որը հետևողականներ են գնում էր 1+1+1 ճանապարհով, եւ դա իրականություն է, հիմա ինչ էլ ասենք, հեղափոխությունը պարտադիր պետքա լիներ, բայց որպեսզի լիներ, այդ ուժը պետքա հավաքված ուժը պետքա առաջնորդվեր այն օրակարգով, որը 18 թվին դրվեց Քալյարամերժիր Սերժին ծրագրով։ Պարոն Քոչարյան, ձեզ ինչպես է հաջողվել լինել ամենանախկիններից մեկը, բայց այս թիմում չընկալվել որպես նախկին։ Դուք մի քիչ սխալ եք ասում, որ թիմում չեմ ընկալվել որպես նախկին։ Նախ ես թիմում միանգամից հայտնվել եմ տվյալ քաղաքական թիմի վերնախավի առաջարկով, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, եւ դա այդ առաջարկը հենց այնպես չի ծնվել։ Ես նշեցի, որ այդ քաղաքական թիմի հետ եւ Արայիկի հետ Հարությունյան եւ Փաշինյանի հետ եւ շատերի հետ ես ունեցել եմ հարաբերություն արդեն որպես ընդդիմություն։ Հիմա շատ նախկին ասում եք, բայց այդ շատ նախկին ժամանակ ես շատ երիտասարդ էի։ Ես 29 տարեկան եղել եմ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, հետո պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Համ նախկիններից եք եղել։ Դե գիտեք, նախկին հասկացվում է, գիտեք որ պահից։ Որ Այն պահից, երբ որ իշխանությունը հոկտեմբերի 27-ի արդյունքում անցավ Ռոբերտ Քոչարյանին։ Այ իրենք լեգիտիմություն չունեին, դրա համար իշխանության բաժանար երգիծը սկսում է դեղից։ Օրինակ նախկին այն Ղարաբաղյան շարժման իշխանությունը դա ժողովրդի քվեով ստեղծված իշխանություն էր եւ նախագահը ընտրվել էր շատ մեծ ձայներով Լևոն Տեր-Պետրոսյանը եւ դա կասկած չկար, որ այդ ընտրությունը հենց բացառիկ էր։ Հետագա գործընթացները փոխում են նաեւ իշխանության որակը, բնույթը, նրա նկատմամբ վերաբերմունքը եւ իր վերաբերմունքը նաեւ իր վարած քաղաքականության, դա էլ է փոխվել, բայց դրա այլ անցումներն են, ընտրություններն են եւ պատահական չի որ Վազգեն Սարգսյանը միացավ Կարեն Դեմիրճյանին։ Ինչի միացավ։ Վազգենը այդքանը չէր գիտակցում, մեկ տարի առաջ ընտրություն էր եղել եւ պարզվեց, որ այդ ընտրության արդյունքում մենք ավելի հեռացրեցինք մեր ժողովրդին իր պետությունից։ Մենք շատ ենք խոսել Վազգենի հետ, հատկապես երբ որ պարզ չէր, թե իշխանության եկած ուժը ընդդիմում կեղծիքով։ Մի տեղեկանքի իման վրա Ռոբերտ Քոչարյանը չէր կարող լիներ լեգիտիմ, որովհետև այդ process-ը եթե լեգիտիմ լիներ, 18 թիվ չլինի։ Լեգիտիմը պետք է լեգիտիմ ճանապարհով իշխանությունը փոխանցել ոչ թե մարտի 1-ի արդյունքում։ Եղել է այդ անցումները, հիմա դուք ասում եք քաղաքական թիմում։ Ինձ 18 թվականին առաջարկվել է հանձնաժողովի նախագահի պաշտոն։ Ինչը կարծում, եթե վերաբերմունք չլիներ իմ անցած ուղու այդ առաջարկը կլիներ, այն էլ ամենաառանցքային պաշտոններից մեկը ազգային ժողովի։ Այն էլ ես տեսել կապում եմ։ Չէ, կապում եմ, որ այս պաշտոնը 90 թվականին այս աթոռին նստել է Վազգեն Սարգսյանը։ Իսկ 18 թվականից ու 20 թվականից հետո ընկերներ կորցրել եք, որոնք համամիտ չեն եղել ձեր քաղաքական գծի հետ, որը ընտրել եք։ Ես ընտրել եմ իմ ուղին, որը միշտ կապել եմ, որ դա ճակատագրի տված հնարավորությունն է։ Ինչպես եղավ 90-ականին, դրանից առաջ, երբ որ մենք մտանք մի գործողությունների, ծրագրային գործողությունների, որը մեզ ոնց որ թե կառավարային տիեզերքից, որ դա պետքա լիներ, որովհետև դա կարող է սկսվել է Սարդարաբադից, որովհետև Սարդարաբադի կռիվների ընթացքում նաև մասնակից են եղել մարդիկ իրենց ընտանիքները, որոնց զավակները, թոռները հիմա ինչ որ անցումների կրողն են։ Սարդարաբադ ֆիլմը որ նայում եք, բնական հարց առաջանում, բա գերեզմանները որտեղ են, Էջմիածնում։ Այդ դեպքում հարց առաջանում հենց Էջմիածնի ջոկատների առատությունը եւ նվիրվածությունը ինչ որ նպատակի, որտեղ այդ ընտանիքներում երկել են, խոսել են,
վրեժի զգացումը ձևավորվել, արժանապատվությունը վերականգնելու խնդիր կար, ինքնության հետ կապված խնդիր կար։ Եվ այդ խնդիրների լուծումը բերեց 94-ի հրադադարը, ձևավորվեց այն ուժը, որը որ ուներ նպատակ բանակ ունենալու, մեր երկիրը, մեր ժողովրդին անվտանգ պահելու, եւ երբ որ դու ունեիր բանակ, որը արդեն ի վիճակի էր հաղթանակներ կերտել, այդ հաղթանակները անկուսափելիորեն բարձրացրեցին մեր երկրի իմիջը, բարձրացրեցին, դա կնայդ։ Եվ մենք մեր նախագահ, մեր Պաշտպանության նախարարը Վազգեն Արաչինն ինքը հպարտությամբ, երբ որ մենք ունեցանք պարտություններ, ես հիշում եմ ինքը մի օր ասեց, դու չես պատկերացնի ինչքան ծանր է իմ հետ խոսել Վրաստանի Պաշտպանության նախարար Կիտովանիի հետ, ինքը դենց մեծամտական բանով, բայց երբ որ իրավիճակը փոխվեց եւ մենք այդ ընկած վիճակից ոտքի կանգնեցինք իր շնորհիվ մեծապես, որովհետեւ կար առաջնորդ, որին հավատում էին եւ բոլորը գալիս էին եւ այդ խմբերը դարձան կանոնավոր բանակի հիմք։ Սովետական բանակից դեպի հայկական զինված ուժեր ծառայության տեղափոխվեց մոտ 800 բարձրակարգ սպաներ, գեներալներ, գնդապետներ, իսկ դա արդյունք էր նաև վարած քաղաքականության եւ կադրային, որը իրականացվում էր Տեր-Պետրոսյան Բարիս Ելցին, ուրեմն փոխհարաբերությունների շրջանակում։ Իսկ այն ժամանակ կարող էիք պատկերացնել, որ շատ տարիներ անց կլինեք կառավարության մաս, ում կառավարման ժամանակ կկորցնենք Արցախը։ Փաստավակ խմբի զեկույցը, որը վերաբերում մարտի 1-ին, իմ համար արդեն պարզ էր, որ մենք համախմբվածության մեր բաները փշրանքի ենք վերածել, հավաքական, հա, որտեղ երբ որ դու որպես իշխանություն կրակելու հրաման ես տալի, դու քո ժողովրդին հեռացնում ես քեզանից։ Իսկ եթե ժողովուրդը մասնակից չի քո կառավարմանը կամ զավակ չի տալիս քո զինված ուժերին, կամ փախցնում է իր զավակին, դու արդեն պարտվում ես։ Եվ եթե գանք քարորյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը, որը ինձ բախտավիճակվի ղեկավարեմ լինելով այս հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը իր ծավալով շատ մեծ է, 200 էջանոց 500-ը հիմա անցել է ինքը, երբ որ ամբողջը տեղափոխվեց Գաղտնի բաժին, իր նյութերը շատ են 16000-ի կարգի նյութեր են։ Եվ այդ ամբողջը ունի զեկույց եւ եզրակացություն, Գաղտնի եւ ոչ Գաղտնի մասեր, բայց դա զեկույց է, որ ես բախտ եմ ունեցել իմ ազգային ժողովում աշխատած տարիներին ի պաշտոն է, որովհետեւ մեր հանձնաժողովը օժտված եղել է համադարական լիազորությունները եւ մենք դա իրացրել ենք։ Եվ դա արժեք է, որը որ մեզ պետքա դա պատկերացում ինչու պարտվեցինք եւ կարող ենք չպարտվել։ Այդ հարցերի պատասխանները մենք փորձել ենք ստացել եք։ Այո։ Այդուհանդերձ այդ զեկույցը 44-օրյա պատերազմի հետ կապված չհրապարակվեց, բայց ես կարծում եմ, որ անձամբ դուք չէիք ցանկանա, որ այն մնար ստվերում, 4 տարի աշխատել եք։ Ասեմ ձեզ, հասկացա հարցը, ինքը չի կա մնար ստվերում, որտեղ այդ զեկույցը ստեղծված է համադրական պահանջի հիման վրա։ Այնպես չի, որ միայն падգամավորներն են աշխատեցել վրա, սրա վրա աշխատեցել են բավականին ռազմական միտքը, անվտանգային միջավայրի ուրեմն միտքը կրողները, փաստացի տվյալները, որ ստացել ենք տարբեր գերատեսչների, ի վիճակի են եղել վերլուծել, վերհանել այնպիսի փաստեր, որոնց հիմա վրա կարող ենք հանգել այս 20 էջանոց եզրակացությանը։ Զեկույցը դեռ հարցի մի մասն է։ Եվ դա այսօր իր ճանապարհը կգտնի, ինչպես ասենք Միացյալ Նահանգներ մինչև 2040 թվականը սպասում են Քենեդիի սպանության զեկույցը երբ կհրապարակվի։ Նման ճակատագիր եք դուք կանխատեսում։ Չէ, կանխատեսում, որովհետև մենք փնտրել ենք եւ գտել ենք մի տարբերակ, որը իրավական շահարկման թեմա չէր տա, որովհետև դու գիտեք, որ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովի ժամկետների այսպես խնդիր կար, բայց ես միշտ եղել եմ այն տրամաբանությունից, նաեւ քարորիայի ժամանակ, որ նպատակն է կարևոր, իրավական նպատակը, կանցնե այն ֆորմալ ժամկետները, որը որ վիճելի է խախտվելա թե չէ, որովհետև նախադեպ ունենք նաև քարորիայի զեկույցի ժամանակ ընդունված որոշումը, որը Արադ Միրզոյանի կողմից կայացվեց որպես ազգային ժողովի նախագահ եւ այդ զեկույցով ես հանդես եկալ Յակոբյան նիստերի դալիճում։ Այդ դու հանդերձ նման կարծիք կա, որ պատճառը, որ չհրապարակվեց 44-օրյա զեկույցը, դա զուտ տեխնիկականը չէ։ Ով է դրան նպաստել, ինչպես եք կարծում։ Արդյոք Ալեն Սիմոնյանը կամ գուցե Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չգտա։ Դուք հիմա չեմ կարող ասել ըստ որոշում, որ կայացվեց իշխող խմբակցության կողմից, դա որոշում էր, որ մենք սա անելու ենք։ Այնպես չէ, եթե մենք չուզենանք, այս որոշումը չէր կայացվի։ Ու սկսեցիք անել։ Մի մտեք այնտեղ, որտեղ ոչինչ չկա։ Բուծսենակում սևկատու մի մանագեք։ Մենք ուզել ենք, որ այս զեկույցը ծնվի եւ այս զեկույցը տա այն հարցերի պատասխանը, որը մեզ եւ մեր ժողովրդին է պետք։ Հարցերի պատասխանը հետեւյալն է, ինչ ենք պարտվել։ Երբ որ ես անդադ խոսում եմ բանգաբութուլկեկից, մեկ-մեկ նայում եմ Սերյանը վատ ազգում Իրանահան։
ասում եմ մի բաց գա։ Դու չես ունեցել այդ հնարավորությունը, որ այսօր մենք առաջնագծում ինժեներական կառույցներ ենք կառուցում։ Եվ կառուցում ենք ամենագեր ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելով։ Սեյրան Օհանյանի մասին խոսեցիք, այդ դիսկուրսը կա, ներկաներն են ավելի լավ բանակ պահել, թե նախկինները։ Վստահաբար ես կարող եմ ասել, քանի որ դուք ինձ մեղադրում եք նախկին այդ անցումների մեջ մշտական գործող իհարկե հիմա։ Դա այսօրվանը շատ նման է 90-ականների Վազգենի բռնած գործընթացին, որ ամեն օր չենք հասցնում ինչ-որ մի նոր բան անենք, մի նոր տեխնիկա ձեռք բերենք, մի նոր բարեկամ ձեռք բերենք, մեր վստահությունը անդադ ավելացնենք։ Այսօր այդ նպատակը իհարկե այդ էներգետիկան չուներ, որտեղ այնտեղ համ կռվում էինք, համ էլ պարտվելուց հետո հաղթում էինք։ Այսօր մենք ունենք մի քիչ աշխարհակաղական այլ իրողություններ, որովհետև այդ իրողություններով հանդերձ մենք հասկացանք մեր պարտությունից հետո հաջորդ մեր անտագային բարձիկը պետքա լինի գեր ժամանակակից հմտություններով օժտված զինված ուժեր ստեղծելու մեջ, որը կառավարության ծրագրի մեջ է դրված։ Սկսեցինք առաջնագծից, սպառազինությունից, կրթություն, սոցիալական փաթեթ, եւ հիմա դուք ասում եք նախկինները, որ մի նախկին գեներալ լինենք մենք այսպես նվաստացրել կամ քրեական գործառույթ։ Որինակ որևէ մեկը ապօրինի չի մեղադրվել։ Դուք նայեք մեր գեներալիտետի ունեցվածքը Արցախում եւ Հայաստանում։ Ոնց կարա զինված ուժերի զորքերի հրամանատարները նույնիսկ ասեմ գունդ եւ բարձր լինեն դոլարային միլիոնատերեր, հսկայական ունեցվածքի կրողներ, ինչի հաշվին։ Պարտությունը հենց կերտվել է այդտեղ։ Հիշում եք Վազգենը մի հատ ինքնաթիռով օրգանում էր բանակցությունը, դες մի հայտնի բան կար, երբ որ նայում են ինքնաթիռի մեջ մեր գեներալների հակ ու կապը, մաշվածությունը շորի եւ երբ որ նշել էր Վազգեն ֆիլմում, կարծեմ Արայիկ Մանուկյան այդ հատվածը խոսում էր եւ ես երբ որ այդ հատվածի մասին խոսք ասեցի զինված ուժերեն ֆիլմը դիտելուց Սերյան Օհանյանի դուրս եկավ։ Երբ որ ասում էր Սերյան Օհանյանի կոշիկները մաշված էին, շատ այն աստիճանի, որ անթույլատրել էր եւ Վազգենը անկեղծանում ասում է, ես հասկացա, որ այս փայլուն, ուսադիրներով հակառակ, ճակատի զինվորականները անպայման կպարտվեն, որտեղ իրանք չունեն այն նպատակները, որը դրված է մեր բանակի առաջ։ Եվ այդ բանակը կերտել են նաև այն տղաները, որոնք չեն վախեցել մահից եւ մահացել են։ Այսօր Եռաբլուրը որ նայեք ինքը բազմաշերտ է։ Եթե չես վախենում մահից, դու կերտում ես հաղթանակ։ Բայց ես չեմ ասում, որ մենք գնանք մահվան հետևից։ Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որպեսզի լուծելով ամատանգային խնդիրներ, որը կյանքի ռիսկերի հետ է կապված, միաժամանակ ապահովելով կյանքի տևողության երկարությունը։ Այն ինչ որ ինժեներական կառույցներն են, ժամանակից սպառազինությունն են, նոր գիտելիքներն են, հիմա նոր բանակը մենք լսել ենք, որ սերժանտական համակարգը ներքին ուղղակի կառավարման կարևորությունը շատ էական է, որպեսզի բանակը լինի շատ ավելի կառավարել։ Եվ հիմա մենք մեր օրենսդրությամբ եւ մեր նպատակների մեջ դա իրականություն ենք դարձնում։ Հիմա դուք ասում եք ՆԱԹԵՍ-ը 94-95-ը եւ մեր այս նպատակները շատ նման են իրար։ Ուրիշ բան ռեսուրսները տարբեր են։ Բայց այնտեղ ռեսուրսներ կան մի հսկա, որը պայմանավորված է կոնկրետ մեկ անձով եւ նրա հարաբերությունները Ռուսաստանի, պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի հետ, ինչպիսին է Գրաչովի եւ Վազգենի հարաբերությունները, որը նաեւ մեզ ապահովում էր նաեւ սպառազինություն, ընդ որում գումար չծախսելով դա էլ ա եղել։ Ինձ կառավարությունը ուղարկել էր Աղետի գոտի ամբողջ կառավարումը հանձնել էր ինձ իմ լիազորությունների մեջ էր հետագայում Թալինից մինչև Վրաստանի սահման, բայց ոչ միտեղ ես չեմ ասել, որ դրա հիմնական նպատակը նաեւ այն սպառազինությունը Գյումրիում կուտակել եւ տեղափոխել մեր պայուսներ, որը նաեւ Վազգենի եւ Գրաչովի փոխհարաբերությունների արդյունքում էր, դա Խաշուրի ռուսական բանակի սպառազինության մասին է խոսքը։ Հսկայական քանակի։ Լսեցիք այդ մասին։ Պարոն Քոչարյան, մեկ սուր հարց կա, դուք կարող եք բացել եւ ընթերցել կամ հրաժարվել դրանից։ Սա փոխանցում եմ ձեզ։ Կարծում եմ սուր հարցը։ Պատմական ինչ դրվագ եք թաքցնում, փաստ, որի ականատեսը միայն դուք եք։ Կա նման վկայություն, որը կփոխի տեղի ունեցած որևէ իրադարձության բացահայտման ընթացքը։ Իհարկե կա։ Եվ դա պրոֆեսիոնալ իմ գործունեության այն խիստ գաղտնի տեղեկատվությունն է, որը երևի կբացվի արդեն քաղաքական որոշումների արդյունքում։ Դրա մասին բնականաբար պետական բոլոր կառույցները գիտեն, դրա մասին կարող եմ ասել, որ գիտի Գագիկ Հարությունյանը, որը
վարչապետի պաշտոնակատար էր, մի պահ, տեսեք, տեղերն էլ եմ ասում, բայց ես դրա մասին երբեք չեմ ասի։ Դրա մասին գիտեն այն մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ գործողություններին եւ նրանք գաղտնիացված են։ Հա։ Իսկ որ թվականներին է դա վերաբերում 90-ականներին թե դրանից հետո 90-ականներ հիշում եք գազատարը անդադ պայթացվում էր ինչ որ բաներ էին անդադ պայթում եւ բնականաբար դա անհետևանք չէր կարող մնալ եւ այդտեղ եղել են բաներ որի ակտիվ մասնակիցն եմ եղել եւ դա շատ կարեւոր էր եւ այդ բնականաբար կան այդ ֆիդերվագներ Իսկ Գյումրիի հետ կապված ինչ կասեք, դուք ասացիք, որ ձեզ ուղարկել էին, այսպես ասած, աղետի գոտի եւ դրա հետ կապված ինչ որ բաներ, որ ուզում եք հիմա ասել, որ ձեզ հասկանան։ Կառավարությունը որոշում կայացրեց ինձ ուղարկեց Գյումրի։ Ես բացեցի փակագիծը հիմնական նպատակը որն է, բայց ինձ տրված էր մեծագույն լիազորություններ։ Ես ձեզ ասեմ, մեկ-մեկ կնեց հումորով ասում, այդպիսի լիազորություն հարաբերության նախագահը չունեցել։ Եվ անդադ Գերագույն խորհրդում պատերազմ էր։ Այս ինչ անօրինական լիազորություններով աշտված Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, որը նաև կառավարության լիազոր ներկայացուցիչն է այդտեղ։ Այսպես 94 թիվ Վազգեն Սարգսյանն ինձ տարել է ներկայացնի Շիրակի մարզի ողջ ղեկավար կազմին, տեղական ինքնակառավարումից, ուժային կառույցներ, բոլորը, բայց ես նաև միաժամանակ Պաշտպանության նախարարի առաջ տեղակալ էր, որին ենթարկվում էին այդ տարածքի բոլոր ստորաբաժանումները, ուղղակի։ Այդ պահին Վազգեն Սարգսյանը պետնախարար, Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարար։ Մենք այդպես չէինք առնչվում, բայց իմ լիազորությունները շատ հսկայական են, թվում, որ ես Թուրքիայի Ղարսի նահանգապետ Խուսեյն Աթակի հետ կարողացել եմ հարաբերություններ ստեղծեմ եւ նա եկել է Գյումրի, ես էլ գնացել եմ Ղարս։ Բայց հետո մենք մտածում էինք եւ երկաթգծի մասին, եւ դրա մաքսային մեր կառույցների եւ երկաթգծի մեր տարբեր են իրենց նեղ համակարգամերը մի քիչ լայն է։ Դրանք անցումները իրականացնել, որովհետև մենք համ կռվում էինք, համ բանակցում էինք, համ էլ փորձում էինք այդ չլուծված խնդիրները լուծել։ Հիմա Գյումրի շատ փորձվեց ինչ-որ sense ախմախ ինչ-որ բաներով, որ մամուլում հրապարակումներ տարբեր եղան։ Մամուլում չէ, կոնկրետ մամուլում, կոնկրետ ինչ-որ անձնավորության կողմից, որ Գյումրին թալանվել է, Գյումրին չէր կարա մեկ անձը որևէ գործողություն անել, որովհետև Գյումրիի ես գնացել եմ իմ ծառայական մեքենայով, Պաշտպանության նախարարության 3 թե 4 բարձրաստիճան զինվորականներ եղել են իմ աշխատակազմում։ Այդ հսկա տարածքը, հետո Թալինը միացվեցին, ղեկավարվել է մի փոքր աշխատակազմի կողմից եւ մարզպետարանները չկային։ Իմ միակ ձեռքբերումը, որ ես գնացել եմ Նիվայով եւ իմ ընտանիքով, կնոջս եւ 2 երեխաներից, որից մեկը ծնվեց Գյումրիում, աղջիկս, դա իմ ամենամեծ հարստությունն էր, որով հետ ենք եկել։ Մնացածը շահարկում էր, եթե թեմա կար, այսքան տարի ես սուր ընդդիմադիր գործունեությամբ եմ հանդես եկել, այն էլ ինչպիսի։ Եվ ինչ եք կարծում, եթե ձեռքները մի բան լիներ, Ռոբերտ իմ ազգանուն կրող Քոչարյանը եւ մյուսները կարային դրանից չօգտվեն, իհարկե ոչ։ Եթե դա լիներ, ես ունեմ ընդհանրապես մեկ բնականon, որը ձեռք եմ բերել Պաշտպանության նախարարության շնորհիվ։ Այդ բնականում միջև ես ապրում եմ եւ իմ հայրական տունը ծնողներից մահանալուց հետո ժառանգաբար անցել է ինձ Զեյթունում 2 սենյակ, ասեմ 43 կառուցի մետր, ուրիշ բան չկա, մի փնտրեք։ Ոչ մեքենա փնտրեք, ոչ բիզնես փնտրեք, եթե լիներ վաղուց այնքան իմ հետևից շնչողներ կլինեն, չկա դա։ Հետաքրքիր է ձեր ռեֆորմները Սուրեն Պապիկյանը հիմա արդյոք ընդունում է, ձեզնից խորհուրդ է վերցնում թե չէ եւ Պաշտպանության նախարարի հետ ինչ հարաբերությունների մեջ եք։ Հիշում եք մի պահ պատերազմից հետո վարչապետը առաջարկեց ազգային ժողովի հանձնաժողովներին ներկայացնեն կառավարության անդամների տեխնացիոններ։ Ես ձեզ ասեմ, որ բոլոր հանձնաժողովները ներկայացրել են տեխնացիոններ, նաև ես, մեր հանձնաժողովի անդամների հետ քննարկելուց 3 ազգանուն պետք է ներկայացնենք վարչապետին։ Ես ներկայացրել եմ Վաղարշակ Հարությունյանի 2 ազգանուն եւ Սուրեն Պապիկյանի, իսկ Անդրանիկ Փիլոսյանին ներկայացրել եմ ելի 2 ազգանունով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Իսկ Սուրեն Պապիկյանի հետ հիմա հարաբերությունները հիմա ես գալիս եմ դրան։ Ես Սուրեն Պապիկյանին ներկայացրել եմ, որովհետեւ շատ լավ հասկանում էի, որ ամենաուժեղ նախարարը, որ ես տեսել եմ, կարա լինի քաղաքական թիմի անդամ։ Ես Սուրեն Պապիկյանի գործունեությունը, ես այդպես ընկերություն չեմ ունեցել, հիմա է որ ընկերություն է։ Ոչ մի ընկերություն, այլ գործ ընկերություն է եւ շատ բարձր մակարդակի։
Ես Սուրեն Պապիկյանի աշխատանքը սկսեցի խորությամբ ինձ դուր եկավ, երբ որ ինքը տարածքային կառավարման նախարարն էր եւ առավոտից իրիկուն համակարգերը կարգավորելով ստեղծում էր արժեքներ։ Պարոն Քոչարյան, իսկ դուք արդյոք չեք ցանկանում դառնալ Հայաստանի պաշտպանության հաջորդ նախարարը։ Պարոն Քոչարյանը չի որ դա պետք է որոշի, ես չեմ։ Ես միշտ ապավինել եմ աստղերին։ Հիմա եթե լինի իրողություն եւ դրա անհրաժեշտությունը լինի, իմ տեղը կգտնեն։ Բայց այսօր ես կարծում եմ, որ Հանձենի Սուրեն Պապիկյանի մենք ունենք քաղաքական լավ նախարար, որը պատկերացնում է, թե այս քայլից հետո հաջորդը ինչ պետք է լինի։ Եվ շատ ուրախ եմ, որ Սուրեն Պապիկյանը այս կուսակցական ընտրություններում ամենաշատ ձայնների երկրորդն էր։ Իսկ դա նշանակում է բանակի բարեփոխումների հետ կապված տեսակետ, նաև կուսակցական մեր ընկերների կողմից։ Իսկ ես քանի որ անընդհատ բանակի կողքն է, որտեղ առանց դրա, առանց ազգային ժողովի հետ համագործակցությամբ որևէ գործադիր մարմին չի կարող հաջողություն արձանագրի, որտեղ խանգարի պարզապես ազգային ժողովը, այդպես է։ Բայց մեր հարաբերությունները խիստ աշխատանքային են, ես կարծում եմ կես բարես հասկանում ենք իրար։ Պարոն Քոչարյան, դուք առօրյայում էլ դեսպես զինվորական ձիրք ունեք, հետաքրքիր է իսկ ընտանիքում ինչպիսին եք։ Ես իմ ապագա կնոջ հետ ամուսնության որոշում կայացրել եմ 4 օրվա ընթացքում, դա խոսում է նրա մասին, իսկ իմ կինը ծառայում էր բանակում, ինֆորմացիոն կենտրոնում։ Երբ որ ամուսնացանք, արդեն ինքը դեկրետի մեջ էր եւ պետքա կոչում շնորհենք, իսկ բանակում եւ ներքին գործերում այդպես էր կանոնակարգը թույլ տալի, որ իմ հրամանները կոչումները մինչեւ մայոր իմ հրամանով էր կոչում։ Ես իմ կնոջը, որը սպայական հաստիքի վրա էր, ենթասպայի կոչում եմ տվել եւ մինչեւ հիմա իմ 30 ատալի։ Երբ որ դե որոշում կայացրեցինք, ինքը այդքան էլ չգիտեր, բայց ին որոշումը ասել եմ տանով կա, ասեց հայրս ես չգիտեմ որ մայրը չունի։ Ասել եմ գալուս եմ ձեր տուն գնացել ենք, ասել եմ որ սենց նպատակ կա։ Եվ մի դրվագ պատմեմ, ես միշտ այդ որ ասում եմ, չգիտեմ ով ոնց է, դու ուղղաթիռով պետք է մեղրի թռնենք եւ որոշում ոնց է կայացվել։ Վազգենը պետնախարար էր, նստում էր Գորիսում, Վազգենը պետք է գար Սիսիանի օդակայան, նստեր մեր ուղղաթիռը եւ մենք պետք է գնայինք մեղրի, որտեվ մեղրի զորամասի հրամանատարի հետ խնդիրներ էր անդադացակել, պետք է գնայինք լուծենք։ Ճանապարհին կրակոց է եղել, կողքովս անցել է իմ հետային զինվորներ եւ մեկ գեներալ եւ գնդապետ եւ այդ մտքովս անցա, որ ես չէ, մի քիչ էս կողմ լիներ, ես պետք է ամուսնանամ, ես եկել եմ նստել իմ աշխատասենյակ, զանգել եմ Վազգենին, ասել եմ Վազգեն, sense միտք ունեմ, ասած մի ուշացրու, մամային, պապային ուղարկի, դա տվել է շատ արագ։ 3 զավակ ունեցաք։ Առաջի զավակս ծնվել է 94 թվականի հունվարի 1-ին, երկրորդ աղջիկս ծնվել է ուրեմն Գյումրիում։ Ասացիք որ նվեր եք բերել։ Դա ինձ մեքենայի մեջ որ վերադարձել են։ Փոքր տղաս, որը ծնվել է Վազգենի հոկտեմբերի 27-ից հետո, մենք ամուսիններով որոշեցինք ունենանք զավակ եւ համոզված էի, որ Աստված պարգևելու է արուզավակ եւ առաջի այդ էխոն ցույց տվեց, որ աղջիկա առաջինը։ Հիշում եմ Կուշկան Արտյոմ ասեց, գիտես չէ աղջիկա, ասի Արտյոմ ջան, ես տղա էլ ունեմ, եթե աղջիկ պրոբլեմ չի, հետո երկրորդի ժամանակ էլի Կուշկյանի մոտ ենք, եկավ ծնդատան այդ ծառայության ղեկավարը գչի, թե չեմ թխելու Անահիտ էր, ասա Պրոն Քոչարյան, գիտեք սերը, ասի հա լսել եմ, sense բան, ասեց ինչա, ասեցի աղջիկ ասել, ասեց չէ տղա է, ասի ձմեռ էր սառուց, ասել լուսին մտի թևս, խնդիր չկա, եւ Վազգենը ծնվեց, այդ անունը դրեցինք Վազգեն, եւ Վազգենը այդ անունը փառքով է կրել, ես հպարտանում եմ իմ երեխաներով, բոլորով, լավ կրթություն են ստացել, իրանք իմ դժվարությունները կիսել են, որտեվ ես նաև ունեցել եմ դժվարություններ, որը հաղթարել ենք իմ ընտանիքի հետ միասին, կնոջս, երեխաներիս, հա, մենք ճանապարհ ենք անցել, սպորտ, կրթություն եւ միայն կրթություն եւ հետո որակյալ ընտանիք, ավանդույթներ եւ շատ շարքվեց իմ երեխաների, չնայած աղջկաս խնայել են, աղջկես ֆրանսիական համալսարանը լավ ավարտելու արդյունքում, քանի որ մագիստրատուրան Լիոնում էր, ինքը իր ամուսնուն գտավ այնտեղ եւ իրանք միասին շատ լավ ընտանիք են կազմել, հայեցի ընտանիք,
Ազգային պատերազմից հետո վերադարձավ, մի կարճ ժամանակ ծառայեց հրետանային զորամասում, հետո վերականգնվեց ֆրանսիական համալսարանում, ավարտեց եւ հիմա կարծում եմ, որ ինքը իր անունը արժանի է կրում, որտեղ մենք այդ նպատակով ենք որոշել ունենանք արուզավակ։ Իսկ թորնիկներին ժամանակ կարողանում եք հատկացնել։ Ես նույնիսկ ժամանակ փնտրում եմ, որպեսզի իմ թորնիկների հետ խաղամ, դա շաբաթ կիրակին է լինում, նաեւ ես իմ հետ մեծացել է իմ եղբոր ավակ զավակը, որը 2 տղա ունի, որ ես համարում եմ էլի իմ թորնիկները, ես հիմա կարող եմ ասել 6 թոռ ունեմ, 3 տղա, 3 աղջիկ, բոլորը իրար գտել են եւ բոլորը իրար հետ sense շղթայված են եւ մենք փորձում ենք գտնենք միշտ առիթ, որպեսզի բոլորը հավաքվեն, մեկտեղվեն, դա կարող է լինի ծննդյան տոները, կարող է լինի ընդհանրապես մի որևէ ծնունդ, այդ առումով ես երջանիկ եմ, նաեւ դուք հարց տվեցիք նույն ձև եք ընտանիքում, ոնց որ ասենք թե առօրյա ընտանիքում էլ կա այդ դրսևորումները, որը միշտ իմերեսով են տալի, բայց նաև ես աշխատում եմ լինեմ լավ պապիկ եւ լավ ծնող։ Լավ ծնողը գիտեք ո՞րն է, որը մտածում է իր երեխայի անխափան կրթության եւ բարոյական արժեքները ամուր ձևավորելու եւ պահելու ուղղությամբ։ Ես իմ զավակների հետ փորձել եմ դառնամ ընկեր։ Ստացվել է։ Այո։ Իհարկե շատ բամբասանքներ ես արհամարում եմ առերեսում, չեմ առերեսում, որովհետև ամենակարևորը իմ ընտանիքը, իմ ընկերները եւ այն միջավայրը, որտեղ ես գտնվում եմ, շատ լավ գիտեն, որ դա իմ համար չի։ Եթե դա ես դրա մեջ լինեի, ուրեմն ես նստած կլինեի նախկին իշխանությունների կողքին եւ ուրեմն այսօր դատական process-ների մեջ ամեն օր առավոտը կզարթնեի ոչ թե գայի ինչ որ մի բան ստեղծելու, այլ կգնայի դատարաններում ինչ որ բան արդարանալու։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Այսպիսին էր Անդրանիկ Քոչարյանի պրոֆիլը, իսկ մենք դեռ կհանդիպենք։